Մենք ինչ-որ տեղեկություններ ունենք տնտեսության մասին։ Ինչի վրա է հիմնված հայկական տնտեսությունի վերջո։ Առևտրական ճանապարհները, եթե չեմ սխալվում, արդեն չէին անցնում Հայաստանում, հա։ Քանի որ խնդիր կար Բյուզանդիայի եւ այսպես արաբական խալիֆայություն, ինձ թվում էր, որ այդ կապը կտրվել է արևելք-արևմուտք։ Կապը կտրված էր արևելք-արևմուտքի մեջ, մինչև Սմբատի գահակալությունը, որ ասում ենք հայ բյուզանդական առևտրական պայմանագիր, գործնականում հայտնել չի, պայմանագիրն եղել է թե չէ, բայց եղել է մի շատ կարևոր բան։ Խոսքը վերաբերում է ճանապարհի բացմանը։ Ուրեմն մոտ դա պետք է լինի մոտավորապես 7-րդ դարի վերջերից, որ փակվեց շփումը փոքրասիական թերակղզու վրայով արևելքի ու արևմուտքի միջև։ Այսինքն փակվեց ճանապարհը Կիլիկիայից սկսած միջև Տրապիզոն եւ անցում գնալ-գալ չկար։ Եվ մոտավորապես դրանից 200 տարի անց Սմբատ առաջին օրոք այդ ճանապարհը բացվում։ Աշոտի որդու։ Այո։ Դա մոտավորապես պետք է լինի 892 կամ 93 թվականը, նախքան Դվինի երկրաշարժը, որը 894 մարտի 28 է, թվագրված է հստակ բան եմ ասում։ Գրքերում կտեսնեք 893, բայց մենք ունենք վարկ, ունենք աղբյուր, որտեղ ամսաթվով է գրված, եւ ամսաթիվը ցույց է տալիս 894 մարտի 20։ Հա, 5 շաբաթ եկեղեցին շատ է տաշկիրը, մենք դրա մասին հետո խոսենք Սմբատի հաղորդման հետ կապված, հիմա վերադառնանք այդ տնտեսական ճանապարհին։ Ճանապարհը երբ որ բացվեց, դա հայոց թագավորության համար մի հսկայական մենաշնոր էր, որտեղ արևելքի ու արևմուտքի միջև կապերը բացվեցին իր շնորհիվ, սա էլ մեծագործություն է։ Գումարած դրան, միակ ճանապարհը մոտ մի քանի տասնամյակ, որ այդ հատվածով գործում էր, այդ ճանապարհն էր։ Դրա համար նույնիսկ բյուզանդական հեղինակներն ասում են հայերը Սև ծովի վրա մի նավահանգիստ ունեն Տրապիզոնը։ Այսինքն քանի որ ճանապարհը բացված է մեր կողմից, հավանաբար այդ նույն տրամաբանությամբ Տրապիզոնի շահագործում եւ մյուս մասերը մեր ձեռքին էին։ Այսինքն ունենք այսպիսի հետաքրքիր բաներ։ Այս ճանապարհ մեկ։ Հիմա Հայաստանի ճանապարհները արաբ հեղինակների մոտ է դուրասի մոտ 1 տասնյակ, իրականության թիվը մի քիչ ավելի մեծ է, եթե խոսում ենք պատմական աշխարհագրության մասին, բազմաթիվ ճանապարհներ Հայաստանի վրայով տարբեր ուղղություններով գնում էին։ Մեկը Տրապիզոնով գնում էր Բյուզանդիա, մեկը Դարյալի կիրճով, մյուսը Դերբենդով գնում էր Հյուսիսային Կովկաս, հասնում մինչև Գոտլանդ կղզի եւ այլն, ռուսական տափաստաններ։ Այսինքն արաբական ապրանքները ամբողջը անցնում են Դարյալով եւ Ֆադլանի են Գորգերի պատմությունը կա, չէ՞, որ գնում է Հյուսիսային Կովկաս, դնում է Գորգերը այնտեղ Արմենիայից գնացած, հա։ Մի ճանապարհ գնում էր հարավ եւ Եգիպտոս, Եթովպիա եւ այլն, մեկ այլ ճանապարհ ուրեմն գնում էր Միջին Ասիա, այսինքն ճանապարհները բոլորը գործել են։ Եվ գործնականում գործելով, ըստ որում բան են, արաբները կայարան առ կայարան նշում են, թե ինչ կայարաններով էին այդ ճանապարհները գնում, ես իմ մենագրություններում դրանց բոլորին անդրադարձել եմ, Մանանդյանը ժամանակին շատ լավ արել էր, ես որոշ հավելումներով ամփոփել եմ։ Եվ ըստ էության հսկայական ճանապարհային հանգույց կար այս մեկ, որ ապահովում էր մեր տնտեսական հզորությունը, եւ կար այն միակ ելքը, որ Հայաստանով էր գնում դեպի Բյուզանդիա, դա ապահովում էր մեծ հնարավորություններ, երկրորդը դա հարևաններին հետ համեմատած առավել զարգացած տնտեսական կացութաձև ունենալն էր։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի Հայաստանը բավական զարգացած էր տնտեսապես, որտեվ կարծես հարակից աշխարից իհարկե չնչին բացառություններով մեկ քայլ առաջ էր տնտեսական կացութաձևով։ Դրա համար հարկերը, որ վճարում էին, բավական տպավորիչ էին։ Եվ ճիշտ է, այնտեղ մենք ունենք տեսակետ, թե հարկերը պակասեցին, ասում է, չէ, սկզբից 13 միլիոն էին վճարում, հետո 4, բայց իրականում այստեղ սխալ կա, շարունակել են 13 վճարել, այդ 4-ը նշված է միայն հողահարկը, խարաջը։ Երբ որ բացում է, այն դեպքում բոլոր հարկերը միասին են 13 միլիոն դիրհեմ, իսկ այս դեպքում միայն խարաջը 4 միլիոն, այսինքն ոչ թե պակասել, այլ միայն հողահարկն է այստեղ ֆիքսված։ Եվ դրա համար ֆիքսենք, որ առավել առաջանցիկ զարգացած կացութաձև, առևտրական ճանապարհների լայնցած եւ միակ միջանցքը դեպի Բյուզանդիա։ Եվ նաեւ այստեղ ինձ թվում է նաեւ կար որոշակի սիստեմ քաղաքների գոյացման, որոնք առևտուրը մեծապես ուժեղացնում էին։ Դեպ քաղաքների կարևոր հատկանիշներից մեկը նաև առևտուրն էր։ Եվ մեր քաղաքների այդ մեծաքանակ քաղաքների հայտնվել Հայաստանի իրականության մեջ, հուշում եմ, որ առևտրական լուրջ ընթացք կար եւ նաև համանավար խավ ձևավորված, որը նպաստում էր ուրեմն Հայաստանի։ Հայերն էին առևտուրը տիրապետում, թե արաբները։ Դժվար է ասել, ինձ թվում է թե նրանք գոնե այն ինչ որ գնում էր դեպի Բյուզանդիա կամ
արաբների համար անհասանելի ուղղություններ վստահաբար հայերն էին։ Բայց այստեղ խոշոր քաղաքներն են, քանի որ արաբների ձեռքում էին, արաբական կապիտալներ բնականաբար ավելի շատ այսօրվա այսպես լեզվով ասելով, բնականաբար դրա։ Հավանաբար այդ հսկայական առևտուրն էր պատճառը, նաև հետաքրքիր մի բան, որ բաղդադունիները այդպես էլ դրամ չհատեցին։ Հա, դա էլ է հետաքրքիր, ճիշտ է։ Տեսեք, սա հարցերի հարցն է, ինչու դրամ չեն հատել։ Թագավորական իշխանության հատկանիշներից մեկը։ Բնորոշ բաներ պետք է անեն, բայց ի՞նչն է հարցը, քանի որ Բաղդադունիից Հայաստանը միջև Աշոտ Երկաթի կողմից լիակատար ազատագրվել է, դե յուրե շարունակում էր մնալ խալիֆայության մաս, իսկ խալիֆայությունը Հայաստանում ուներ դրամահատարաններ։ Հա։ Այսինքն դրամ հատում էին, բայց արաբական դրամ էին հատում։ Հատում էին արաբական դրամներ եւ դա Հայաստանի պաշտոնական դրամահատարաններն էին։ Հետո կգա ժամանակ, երբ որ արդեն Աշոտ Երկաթի հետ պայքարի փուլը կլինի, գուցե նաև ժամանակը չէր դրամ հատելու, բայց ինձ թվում է, որ կա մի ուրիշ բան, արաբական խալիֆայության արծաթ եւ ոսկի դրամները, իսկ այստեղ խնդիրը թե այն չի թե որ թագավորն է դա արտադրել, այլ խնդիրն է թե ինչ քաշ ունի այդ ոսկի դրամը եւ արծաթը, դա գործածվում է նույնիսկ հեռավոր սկանդինավյան երկրներում, այսինքն արաբական խալիֆայությունից եկող այդ դրամական հսկայական շրջանառությունը գուցե ինչ որտեղ նաև անիմաստ էր դարձնում սեփական դրամ ունենալու հարցը։ Չգիտեմ, գուցե ինչ որ հարցում ասածս այս խնդիրը շատ մանրամասնորեն չեմ խորացել, գուցե շատ խորը չի դատողությունից, բայց մոտարապես տրամաբանությունս այն է, որ այդ հսկա առևտրաշրջանառության մեջ սեփական դրամը առանձնապես խնդիրներ չէր լուծելու, որովհետև կար իրոք հսկայական դրամաշրջանառություն արաբատար դրամներով։ Հա, եւ նաեւ պետք է հասկանալ, որ այդ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում շատ հնարավոր է, որ դրան կարող է հետևեին մյուս փոքր իշխանների կողմից դրամի հատելը եւ այսինքն ֆեոդալիզմի դարաշրջանի համար շատ բնական է։ Գյուլիկյանները հետո սկսեցին հատել։ Հա, ուզում եմ ասեմ, որ դա այն կենտրոնացված պետությունը չէ, որը մենք այսօր պատկերացնում ենք, ուղղակի մի կենտրոնից ղեկավարող, այլ մի քիչ այլ տրամաբանությամբ աշխատող պետություն է։